Երբ որ ես ասացի կար որոշ գործընթացներ սկսվել էին վաղուց, մեկը վերաբերում էր երկաթուղուն, երբ որ ըստ էության, եթե պաշտոնական հաղորդագրությունների վրա հիմք ունենանք, նշում են, որ գնահատում է գնում կողմերից, եւ տեսեք, երբ որ վերջին գնահատումը եղավ, ամիս առաջ էր կամ ամիս կես, ուրեմն դրանից շատ կարճ ժամանակ հետո մեր վարչապետը դիմեց ռուսական կողմին, որպեսզի նա արագացնի այդ եղած հատվածների վերակառուցումը, որտեղ այդ հատվածները Հարավկովկասյան ընկերության են ստեյության պատկանում։ Եվ թուրքական կողմից նույնպես կա հետաքրքրություն եւ ես կարծում եմ հաջորդ ավելի իրատեսական պայմանավորվածություն հայ-թուրքական հարաբերություններում հենց այստեղ կարելի է փնտրել։ Չէ, այստեղ կա մի շատ կարևոր նշբերանք։ Դա մեր պատուհանն է Եվրամիություն դեպի։ Այո։ Տեսեք, մեր կողմից դա մեր պատուհանն է դեպի Եվրամիություն, որտեղ եթե մենք Եվրամիության հետ ուզում ենք գործընթացները խորացնենք, առավել եւս առևտրատնտեսական կապերը ու նաեւ եթե ուզում ենք տրանզիտ դառնանք արդեն կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, այսինքն դա ուղղակի անհրաժեշտություն է, ֆիզիկական սահման է, այստեղ քննարկելու բան չկա առաջին հերթին։ Եվ երկրորդ Թուրքիան ինքն է իր արժեվ այսպես սահման բացելու դեպի ԵԱՏՄ, որտեղ Թուրքիան նույնպես դիտարկում է մեզ եւ ընդհանրապես այդ բլոկը որպես հնարավորություն, որտեղ ինքը կարող է որոշակի գործունեություն ծավալել։ Այսինքն այս սահմանը շատ տակրքի սահմանը այո, մի կողմից տանում է դեպի Եվրամիություն, Եվրոպա, մյուս կողմից Թուրքիայի հնարավորությունները ավելացնում է դեպի Եվրասիական տնտեսական գոտի։